Պատվառանդական կոլեգաս հանրամասը ներկայացրեց հանրադարձավ նաև մեղադրող կողմի առանձնակի և առանցքային դերակատարման փաստարկի պատվառանդական երբ որ Բաղդատ Սրբազանը ձերբակալվեց այնուհետև կալանավորվեց երբ որ Բաղդատ Սրբազանը ձերբակալվեց և կալանավորվեց այդ օրերին ես հարցազրույցով նշեցի, որ բացի քաղաքական դերակատարին մեկուսացնելուց, բացի հանրությանը շեղելուց, որ հետո պարզվեց ինչ էր կատարվել այդ ամսին, տրիպի հետ կապված եւ այլն, բացի հանրությանը շեղելուց, նաև մեկուսացնում են առանձնակի դերակատարում ունեցող այն անձին, որը կարող մասնակից լիներ պայքարին հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ժամանակ։ Այդ ժամանակ Բաղդատ Սրբազանը առանձնակի դերակատարում կունենար այն տխուր իրավիճակի պարագայում, ինչին որ մենք այսօր առաջվում ենք։ Այո, պատվարժան մենք գտնում ենք, որ Բաղդատ Սրբազանին մեկուսացնելով սկսվեց այս ամոթալի արշավը։ Ամոթալի արշավը, որով ինչպես կոլեգաս ասեց, ես էլ եմ հուսով, որ վաղ թե ուշ այս արշավին մասնակցած հանցավոր գործողություններ կատարած մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ։ Նաև վստահ եմ, որ պատմության աղբամանում են հայտնվելու շատ գործիչներ, որոնք այս ժամանակահատվածում այս քայլերն են արել։ Ու պատվարժան Բաղդատ Սրբազանի կալանքով եւ այս շինծու գործով սկսվեց այդ արշավը։ Դրանից հետո մենք ունեցանք այլ սրբազաններ անազատության մեջ, դրանից հետո մենք ունեցանք անձանց սրբազանների հոգևորականների երկրից դուրս գալը կանխելու համար ժողովին չմասնակցելու համար այլ քրեական շինծու գործեր ու այսօր այդ մարդկանց թիվը, այդ հոգևորականների թիվը, որոնց վերաբերյալ կան այդպիսի վարույթներ, հասել է 11-ի։ Սա մեր ցավն է, մեր բոլորի ամոթն է, որ մենք այս օրերին ենք ապրում։ Պատվարժան այո, մենք չենք միջնորդում որևէ այլ ընտրանքային խափանման, որովհետև մենք գտնում ենք, որ Բաղդատ Սրբազանը այս շինծու քրեական գործի պարագայում չպետք է լինի անազատության մեջ, ու որևէ սրբազան հոգևորական չպետք է լինի այսօր անազատության մեջ։ Նաև իմ կոլեգաներն են խոսել, որ 20 թվականից ի վեր Հայաստանում խտրական արդարադատություն է տեղի ունենում։ Բայց այս գործով կրկնակի խտրական արդարադատություն է տեղի ունենում, որովհետև 18 արդարներից ընտրված են նրանք, որ պետք է մնան ազատության մեջ, որոնք քաղաքական որոշակի դերակատարում ունեն։ Նույն Արտուրը Սարգսյան, նույն Իգորը։ Մենք հասկանում ենք, որ այստեղ կրկնակի խտրականություն է։ Ճիշտ է, բոլորն են այստեղ արդար, բոլոր 18-ը։ Այդ copy-paste-ային գործը որ կա, որ բոլորին գրեթե չէ, ամբողջությամբ նույն մեղադրանքն է ներկայացված։ Բայց այս մարդիկ պետք է մեկուսացված լինեն։ Ես վստահ եմ, որ այս օրերին այս ճնշումները, որ մենք ունենք, դատական իշխանության նկատմամբ, նաև ձեզ էլ է բաժին հասնում։ Բայց միևնույն է, ես գիտեմ, որ գոյություն ունի պատմություն եւ ժամանակը ամեն ջիր պետք է դնելու։ Ոստի միանում եմ կոլեգայիս խոսքին, միանում եմ միջնորդությանը, Բաղդատ Սրբազանը այսուհետ այստեղից անհապաղ պետք է ազատ արձակվի։